Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանն է, ողջույն պարոն Նազարյան։ Նիկոլ Փաշինյանը այսօր գրառումներ է արել, որոնք ինչպես ասում են այ լավ ասեցիք ինձ ընդհատելով, բայց ճիշտ տեղին։ Դրանք ենթադրաբար առնչվում են հոգևորականի անձնական կյանքի բառապաշարը այստեղ եկեք չկրկնեմ մեր հեռուստադիտողներին հարգելով բանավեճներ գիտենք ասում էր եկեղեցիները չուլանացված ինչ որ տարածքներ են ոչ բարեկարգ շատ հաճախ եւ այլն եւ արձագանքել էր մի հոգևորական քննադատաբար վարչապետի խոսքին եւ սկսվեց կինոն ինչպես ասում են այ դուք ինչպես եք գնահատում վարչապետի այս բառապաշարը կամ ընդհանրապես բանավեճ Ես ոչ մի կերպ չեմ գնահատում չեմ մեկնաբանում ընդհանրապես հույս ունեմ որ Նիկոլ Փաշինյանը առաջին իսկ հնարավորության դեպքում ներողություն կխնդրի նման բառապաշարի համար, որտեղ այդ բառապաշարը մեր երկրին ոչինչ չի տալիս, ուղղակի հանրային խոսույթում ավելի տխուր ու գաղշ մթնոլորտ է ձևավորում եւ ես կցանկանամ, որ մենք օր առաջ այս բանավեճին վերջ տանք այս թեմային վերջ տանք, այս բառապաշարով իրար դիմելուն, իրար քննադատելուն վերջ տանք, ուղղակի ես ուզում եմ մեկ էլ այս թեման փակելով ասեմ, որ իմ ասածը չի ենթադրում, որ այդպես պիտի լինի միայն երկրի վարչապետը, բայց վարչապետը ամեն դեպքում պետք է ամենազգուշը լինի նման արտահայտություններ անելիս։ Մնացած բոլորն էլ այդ թվում հոգևորականները երբ որ միանշանակ գնահատականներ են տալիս, պետք է էլի զգույշ լինեն իրենց խոսքում, որովհետև իրանք հոգևորական են, իրենց խոսքում պետք է միայն սեր լինի, սեր եւ դաստիարակչական խոսք, բոլորին ուղված։ Եվ երբ երկրի վարչապետը կամ ինչ-որ մեկը ասում է, գիտեք, իմ դուրը չի գալի, որ եկեղեցու ներսում ինչ-որ կոկիկ չի, ընդամենը կարելի է հեռախոսը վերցնել, համարը գիտեն, զանգեն եւ ասեն գիտեք այս պոլիփետը այստեղ դրված էր, որովհետեւ կից տնտեսական տարածք չունենք, գորգն էլ այսպես էր դրված, որովհետեւ պետք է լվանայինք, իսկ տնտեսական տարածք չունենք եւ ոչ թե այս քննարկումը բերվեր հասվեր այս մակարդակի։ Այ դուք ինչով եք պայմանավորում քաղաքական իշխանություն եկեղեցականներ այս հաճախ փոխհրաձգություն հիշեցնող իրադրություն։ Հայ քաղաքական մտքի ցածր լինելով, որտեղ եկեղեցականն էլ որոշ իմաստով նաև հանրային քաղաքական գործիչ է։ Կարող է ասեն Գեգամ Նազարյանը չի հասկանում, որ եկեղեցականը հոգևոր գործիչ է, բայց եւ պետությունից անջատ է եկեղեցին։ Հա, բայց եկեղեցականն էլ ոչ պակաս քաղաքական գործիչ է եւ իր խոսքում պետք է շատ ուշադիր լինի, շատ զգույշ լինի եւ առավել եւս շատ ճշգրիտ լինի։ Եվ երբ որ այս մակարդակի խոսակցություն է լինում, դրանից ոչ եկեղեցին է շահում, ոչ պետությունը, ոչ էլ հանրությունը։ Պարոն Նազարյան, շատ հեռու չգնանք ազգային ժողով, որտեղից դուք եկել եք, այսինքն ձեր աշխատավայրն է եւ շատ հաճախ աչքի է ընկնում ազգային ժողովը արդեն գիտեք ինչով ոչ թե վիրավորանքներով, սպառնալիքներով, այլ սեռական բնույթի բարձր հնչող հայհոյանքներով, հա, եւ դա ինչ որ նորմալացման իրադրություն է ստեղծվում, որ շատ նորմալ է, որ այդպիսի բան պետք է։ Իմ ասածն էլ հենց դա է։ Ոչ, դա նորմալ չի։ Եվ ես շատ տխրում եմ, որ մենք երևի մի արդեն 5-10 րոպե խոսում ենք եւ խոսում ենք ոչ թե կարևոր հարցերի մասին, այլ հարցերի մասին, որոնք չպիտի լինեին, որովհետև ազգային ժողովում չպետք է հայոյեն, ազգային ժողովից դուրս քաղաքական եւ հոգեվորական գործիչները չպետք է հայոյեն եւ իրենց ոչ հարիր լեքսիկոն օգտագործեն, բայց մենք հիմա ստիպված այդ մասին ենք խոսում, ես հերթական անգամ հույս եմ հայտնում, որ ինչ որտեղ կանք կառնենք, բայց մի այնպիսի պատկեր է, կարծես ինչ որ մեկը անտեսանելի ինչ-որ կախարդանքով բոլորին ուղղորդում է դեպի ավելի վատը ու ավելի վատը։ Ու դա տխրեցնում է։ Կարծում եք Նիկոլ Փաշինյանի ներողություն խնդրելով թեման կփակվի։ Ոչ, չի փակվի, որովհետև
Նիկոլ Փաշինյանին այսօր քննադատողները, որ ասում են, այ տեսեք ինքը այս բառն է օգտագործել, իրեն պատասխանելիս ավելի սարսափազդու բառեր են օգտագործում։ Եվ ես իրոք անկեղծ չեմ հասկանում, իրանց իրոք անհանգստացնում է, որ վարչապետը այդպիսի խոսք է օգտագործում, թե իրենց լավ առիթ տվեց, որ իրավիճակը ավելի թեժացնեն, սրեն, եւ այսօր որոշ արդեն մեկնաբանություններ տեսա, որ ասում են դե ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյանին ասել է դե դու պետք է հրաժարական տաս, այնպիսի բառապաշար օգտագործի, որ հանրությունը քո նկատմամբ զայրույթով պատվի, որ այդ իշխանության փոխանցման գործընթացը ավելի բնական լինի։ Էսա մեր հայ քաղաքական մտքի դավադրապաշտական տեսություն։ Այդ դավադրապաշտական էլ չի։ Դա մանկապարտեզային ինչ-որ իրավիճակ է, բայց բոլորը դրան հավատում են, այսօր գրառումներ հնչեցին sense այնպիսի գրառումներ, որ այդ մարդը գիտակցում է, որ ինքը կես րոպեից մինչև 2 օրվա սահմանը արդեն իշխանության ամենաբարձր կետերում է լինելու։ Այ տեսեք, պարոն Ազարյան, մենք տեսել ենք հոգևորականների քաղաքական պայքարում, հեչ չեղած մի տարի առաջ Բագրատ arczepiskopos Գալստանյանի շարժումն էր Կիրանցի թեմայով, իդեպ ես կարծում եմ Կիրանցում ինչ իրավիճակ է, որի կործանումն էին գուժում մի տարի առաջ ուղիղ այս օրերին, հա։ Կաթողիկոսի կողմից վարչապետի հրաժարականի կոչ, ՔՊԱ-ականների կողմից նրանց հասցեին կոշտ բառապաշար նաև եկեղեցու հարկման, այսպես օրենքի բերել եւ այլն, հա։ Մենք տեսնում ենք այսպիսի բախում։ Սրա վերջը ո՞րն է, ինչ եք կարծում։ Սա վերջ չունի։ Սա վերջ չունի, եթե այսպես շարունակվի, ինքը վերջ չունի։ Չարի վերջը չի լինում։ Ուղղակի պետք է երկու կողմն էլ հասկանան, որ սա ոչ մի տեղ, այսինքն դեպի ամենավատ տեղ տանող գործընթաց է եւ կանգ առնեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի սիրում Գարեգին երկրորդին, Գարեգին երկրորդն էլ ինչ որ մեկի դրդմամբ չի սիրում Նիկոլ Փաշինյանին, դա դեռ չի նշանակում, որ իրենք հանրային դաշտում պետք է մեկը եկեղեցու կամ եկեղեցական գործիչների դեմ, մեկը պետության ղեկավարի դեմ այսպիսի դիրքորոշում որդեգրել։ Թե ՔՊԱ-ականները եկեղեցուն սկսել են նույնացնել ԱԺ ընդդիմության հետ։ Սա երևի դրանից էլ է գալիս։ Այդ դե գիտեք, ես որ ասում եմ, մարդը, որ մտնում է քաղաքական դաշտ, առավել եւս դառնում է պատգամավոր, պետք է ինչ-որ ճանապարհ անցած լինի, գոնե 10-ից 15 քիչ կարդացած լինի, ինչ-որ փորձություններով անցած լինի, որ հասկանա, որ ամեն դեպքում ախր դեն չի կարելի վերցնել ու եկեղեցուն SS, NSL գող փիսոյել քաչալշուն եւ հակառակը։ Սա անընդունելի խոսակցություն է։ Իհարկե եկեղեցին էլ ռեֆորմների կարիք ունի ամեն ինչից սկսած։ Հեչ որ չէ, ես ձեզ մի բան ասեմ։ Հայաստանում մոտ 900-ից ավել բնակավայր կա, այդ 900 բնակավայրերից հեչի պես կեսում մինչև 1920 կամ ավել ճիշտ մինչև 1934-37 թվականներ եղել են գյուղական եկեղեցիներ, մեծ, փոքր շենքի մասով եմ ասում։ Ես մտածում եմ, որ անկախությունից հետո, երբ որ այդ սովետական կոմունիստական կարգերը փլուզվեցին, եկեղեցու առաջնային խնդիրներից մեկը պետք է դառնար գյուղերում եկեղեցիների վերականգնումը։ Բայց ես դա չտեսա։ Ու չեմ էլ տեսնում։ Բայց դա խնդիր չի, շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է։ Բա որն է, եթե գյուղերում հոգևոր կյանքի վերականգնման խնդիրը չի եկեղեցու առաջնային խնդիրը, եթե քաղաքների թաղամասերում չի եկեղեցու ակտիվ գործունեության առաջնային խնդիրներից մեկը, ապա որն է այդ խնդիրը։ Երբեմն պետության, այսպես կարճ ասած, փրկությունը, բայց մի քիչ եթե երկարացնեմ, ազգային նշանակության հարցերի շուրջ նրանք չեն կարող լռել, այսպես
եւ քննադատել։ Օրինակ հիշում եք Տավուշում երբ որ սահմանազատում էր այդ թվում ձեր գյուղում, Կիրանցում, եկեղեցու հայտարարության մեջ նշված էր որ Տավուշի 4 գյուղ է ըստ էության հազդվում, հա, այդպես է։ Այստեղ ես գիտեք, խոսեն պարոն Նազարյան նման դեպքերով։ Եկեղեցին պետք է խոսի ամեն ինչից, հայ առաքելական եկեղեցին այս պետության անբաժանելի մասն է, եւ ես եթե անկեղծ ասեմ, ես դեմել եմ, որ սահմանադրությամբ, եթե չեմ սխալվում, ինքը անջատված է պետությունից եկեղեցին, մեր դեպքում չի կարելի անջատել եւ չէր կարելի անջատել։ Չի գործում դա իրականում, եթե ճիշտ Բայց ասենք։ ես ձեզ ուրիշ բան ասեմ, էլի, այստեղ խնդիրը որն է եկեղեցու դերը։ Ինքը առաջնային դերը հոգևոր ոլորտն է։ Հոգևոր մարդու հոգևոր ոլորտը։ Իսկ սահմանազատման Այսինքն իրենք բժիշկ են մարդու հոգու, սենց ասեմ մի քիչ։ Բայց իրենք լինելով եկեղեցու ղեկավարներ, իրենք պարտավոր են անդրադառնալ հայ ազգի հայոց պետության հետ կապված բոլոր առանցքային հարցերին, որ իրենք հարկ են համարում։ Եվ այստեղ որևէ դատապարտելի կամ քննադատելի բան չկա, եթե եկեղեցին այս կամ այն հարցում արտահայտում է իր դիրքորոշումը։ Ես դրանում միայն ուրախ եմ։ Պարզապես ես կցանկանայի, որ այդ դիրքորոշումը լինի եկեղեցու դիրքորոշումը եւ ոչ թե առանձին վերցրած մի քաղաքական գործչի կամ մի քաղաքական ուժի դիրքորոշում։ Ձեր գնահատմամբ ճիշտ է իշխանականների այն հայտարարությունները կամ պնդումները, որ ասենք ԱԺ ընդդիմությունը եկեղեցուն օգտագործում է քաղաքական պայքարում։ Ոչ, արմատապես սխալ պնդում եմ։ Կաթողիկոսի կողմից այդ հրաժարականի պահանջը Բագրատ arczepiskopos-ի ընդդիմադիր շարժումը տվեցին այդպիսի հիմքեր։ Չէ, նման հիմքեր չեն տվել եւ այդ պնդումները սխալ են եւ հենքից զուրկ են։ Բայց ընդդիմությունն էր Բագրատ arczepiskopos-ի շարժման բեմում, հարթակում, թիկունքում։ Կարող է լինել ցանկացած մեկը։ Չէ, բայց նույն պրոցեսի Հիմա եթե Բագրատ Սրբազանը էլեկտրիկ լիներ եւ հեծում աշխատեր։ Եվ հեծի հետ փոխկապակցված է ուրեմն ինչ որ կերպ։ Ոչ։ Ոնց ոչ։ Հիմա ես Factor TV-ի հետ կապ չունեմ, պարոն։ Եթե դու վերցնես գնաս հրապարակ ասես ժողովուրդ եկեք, ես հեղաշրջում եմ անում, այլ դու Factor TV-ի հետ կապ չունես, դու անցյալում ես Factor TV-ում եղել։ Չէ, բայց ընդդիմությունը իր ռեսուրսներով օգնում էր։ Ում էր օգնում։ Պարոն Գալստանյանը։ Ոչ, նման բան չի եղել։ Չի եղել։ Ես նման փաստ չեմ հիշում, որ իրոք չեմ հիշում։ Գառնիկ Դանելյանը նրա հետ չէր, չէ՞ դա։ Գառնիկ Դանելյանը քաղաքական գործիչ է եւ տեսեք Գառնիկ Դանելյանը իր հետ էր, բայց ասենք մեկ ուրիշը իր հետ չէր։ Տեսել եք։ Չէ, ես օրինակ Գեգամ Մանուկյանին չեմ տեսել, Աբովյան փողոցը փակելիս այդ օրերին չեմ տեսել։ Մյուս դաշնակցականներին էլ չեմ տեսել։ Դուք էլ չեք տեսել։ Ես էլ չեմ տեսել։ Ձեր հեգնանքը հասկացա։ Չէ, չեմ հեգնում։ Չեմ հեգնում։ Ես ասենք սենց ասեմ, մեր շատ սիրելի տաղանդավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը պատկերացրեք ինքն էր այդ շարժումը գլխավորը։ Կարային չէ քաղաքական ուժերը լինեին իր կողքը, կիսեին իր գաղափարները, բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործիչներն են Խորեն Հովհաննիսյանին բերել դրել այդտեղ։ Դե չէ, բայց իրեն գնացել միացել են, նորմալ է։ Ռեսուրս տրամադրելը նշանակում է ինչ-որ չափով մասնակցել։ Ինչ գիտեք, տրամադրել են, չեն տրամադրել։ Մարդկային ռեսուրս չեն տրամադրում, մարդը ստրուկ չի, աջակցում են Բագրատ Սրբազանին, գնում են հրապարակում կանգնում են։ Եվ մարդիկ մտածում են, եթե իշխանափոխությունը սենց է, ով հրապարակում 60,000 մարդ հավաքում է, ինքը իշխանությունը վերցնում է։ Ցավոք սրտի, եկեք այդ մասին խոսանք, էլի ինչա հայ քաղաքական միտքը այդքան տկար։ Ինչա այնքան տկար, որ ժողովրդին փողոց դուրս բերող մարդը կարող է հանկարծ ինչ-որ մեկին հավատա, որ ասի իրեն ասեն դու այսքան մարդ բեր փողոց, իշխանությունը փոխվում է։ Ինքն էլ հավատա։ Այ ես դրա վրա եմ զարմանում։ Լավ, մեր ազգը երբ է հասունանալու։ Ես այս բաների մասին եմ մտածում։
Թե չէ, դրել լրջացնում եք ինչ-որ բաներ եք փնտրում։ Հա, փաստեր եք շատ։ Մի բան պատմեմ էլի, այդ բանի Հենրիկ Իգիթյանին, չգիտեմ հիշում եք թե չէ, սովետական միության Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ 88-ին, երբ որ Արցախի հարցը քննարկվում էր եւ այլն, այդ նիստերից մեկի ժամանակ հայ պատգամավորներից մեկը դուրս է գալիս ծխելու։ Բայց այս մյուս հայ պատգամավորները մտածում են նա որպես բոյկոտ այդ պահին դուրս է գալի նիստից եւ բոլորը իր հետևից դուրս են գալիս, ասում են դու ճիշտ արիր որ դուրս եկար բոյկոտեցիր, իսկ այդ հայ պատգամավորը ասում է տղեկ ես ուզում էի ծխեի դուրս եմ եկել։ Մեր մոտ այն որ շատ են այս սա նայես, սա էլ սենց էր ինչ-որ բան են տալիս, շատ մեծ։ Այսօր էլ թերթերը որ կարդում եմ, բան ես ելնում էլի։ Պաստեն թերթ եք կարդում, համացանցով չեք բավարարում։ Դե պետք է կարդաս, չէ։ Լավ, ուշադիր fake news-ի բան չդառնաք, թիրախ։ Բան որ թերթ եմ կարդում դրա համար։ Դե, ամեն դեպքում դատելով դրանց էլեկտրոնային տարբերակներից շատ հաճախ մենք բամբասանքներ։ Ես ամեն ինչ տեսել եմ, երբ որ մտնում էի կառավարության շենք 3.5 րոպե հետո դուրս եմ եկել, այդ նույն շատ լրատվամիջոցներ գրեցին, որ այս պահին Գեգամ Նազարյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ ինչա որ։ Եկեք ձեր մասին խոսենք այդ դեպքում, պարոն Ազարյան։ Իմ մասին պետք չի խոսել, եկեք երկրի մասին խոսենք, երկրի խնդիրների մասին խոսենք։ Իմ եւ ձեր մասին խոսելը երկրի մասն է։ Լավ, այս պարագայում, հա, տեսեք, Փաշինյանի հեռացման մի քանի փորձեր եղան, բայց դրանք ըստ էության տապալվեցին։ Չտապալվեցին։ Ինչու՞, ինչ է կարծում։ Չտապալվեցին։ Ահազանգ այն էր, որ այս չարագործը մեզ տապալում է։ Մարդիկ այդքան չունեն։ Այստեղ ամենագլխավորը գիտես որն է։ Ամենագլխավորը որ իրոք շատ մարդիկ հավատացին այդ պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թշնամին է եւ դիտավորությամբ կործանում է Հայաստանը։ Ու այդ մարդիկ կան, որ իրոք անկեղծ հավատացել են եւ այդ պատճառով տանը ոչինչ չեն անում։ Իրոք չեն անում։ Ասում են դե հələ տենանք ոնց է տապալում կամ փրկվում ենք թե չէ, նոր գնանք սառնարանը նորոգենք կամ նոր հեռուստացույց գնենք կամ մեր գյուղի դաշտում ցորեն ցանենք։ Չի կործանում։ Բայց այն մարդը, որը դա ասում է ու այնպես անում, որ մարդիկ դա հավատան, ինքը ամառը գնում է մի 2-3 շաբաթ Մեքսիկայում կամ Հունաստանում շատ լավ հանգիստ է անցկացնում։ Ու ես իրենց հարցում եմ, ասում եմ, լսեք, որ տենց վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը ասես դիտավորությամբ կործանում է Հայաստանում, ինչի՞ սրտով եք գնում հանգստանալու է։ Բա այդ դեպքում դու չես կարող հանգստանաս։ Դու պետք է տագնապես, ինչ-որ անդադար ինչ-որ փորձեր անես, որ այդպես չի լինում, չէ։ Չի լինում։ Այսինքն էլի հերթական կեղծիքի հետ մենք գործում ենք։ Բա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ, ինչ եք դուք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը փորձում է կառավարել, հիմա ստացվում է լավ, ստացվում է վատ, դա բոլորովին այլ թեմա է, բայց Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ Հայաստանը կործանման չի տանում։ Դիտավորությամբ, եթե ես սխալվում եմ ու ինչ որ մեկը վստահ է, որ ես սխալ եմ ու ինքը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ Հայաստանը տանում է կործանման, ուրեմն ինքը աշխարհի ամենավերջին մարդն է։ Բա ինչու են ընդդիմության քարոզչությունը հենց այդպեսին։ Որովհետև ինչ որ մեկը մցրեց այդ գաղափարը, թե էմոցիայի տակ, թե դիտավորությամբ։ Նոյեմբերից հետո հիմնականում։ Ոչ։ Ոչ։ Դրանց առաջել, հա, Արցախի ես ձեզ ասեմ, հա, սենց հիշում եք, որ այս իշխանափոխությունը որ եղավ, որ հանրապետականները եւ ով էր խորհրդարանում հանրապետություն, ԲՀԿ, ՀՀԿ, այո, բոլորը միասին շատ քիչ բացառությամբ կար այդ թվերը ով է դեմ քվեարկել,
Բոլորը իշխանությունը հանձնեցին Նիկոլ Փաշինյանին։ Դա անհերքելի փաստ է։ Ուզում է ասեն 100,000 մարդեր մեզ ճնշում, 999,000 մարդեր ճնշում, այ ընկեր, եթե դու վստահ ես, որ նա է գալիս է, որ Արցախը հանձնի, ուզում է 1000-ը, ուզում է միլիոնը քեզ ճնշեն, այդ ձեռը ոնց գնաց, այդ կնոպկին սխմեն։ Ով էր քեզ ստիպում, որ սխմես։ Բայց ամենամեծ հրաշքը, որ տեղ ունեցավ, այդ սխմելուց օրեր կամ ժամեր անց սկսեցին ասել, այս մարդը գալիս է, որ Արցախը տա։ Այդ ժամանակից է սկսել այդ process-ը։ Այսինքն սատանայացման, հա, process, դեմոնացման։ Ինչու, եկել է որ տա, բա որ եկել է դուք ինչ էիք անում էլի։ Ինչ էիք անում դուք։ Ինչի էիք անդադ այդ իշխանությանը դրթում վատ արարքի։ Այսինքն, երբ որ sense մի բան ասեմ, պատկերացնենք շախմատում այսպիսի բան հնարավոր լինի, որ մի խաղացողի մյուսը կեսից փոխարինի, ու այս մարդը նստել է որ շարունակի պարտիան, այս դուրս եկողը անդադ ասի, սա եկել է որ նավակը տա, սա եկել է որ նավակը տա, սա եկել է որ նավակը տա, բայց իրականում այդտեղ նավակ տալը ճիշտ էր։ Բայց այս մարդը, որ իր վրա հոգեբանական ճնշում է, որ հանկարծ չասեն, հա էլի, ես ինչ հասես տալիս է, որ նավակը չտա, բայց վերջում ամեն ինչն է տալիս է, նավակն էլ հետն է տալիս։ Հիմա այստեղ ով է մեղավորը։ Բոլորն է մեղավորը։ Այսինքն ճկուն չգտնվեց ընդդիմությունը, պետք էր մի քիչ ես այդ բառը գիտեք, որ ասում եք ընդդիմություն, չէ՞։ Որի ասեք դուք, պարոն Ազարյան։ Աժ ընդդիմությունը միասնական չի ու չի կարա միասնական լինի։ Նույնիսկ պատիվ ունեմը իր քանի հոգով էր 7 հոգով պարզվեց միասնական չի։ Դուք երկու խմբակցություն անդադ ասում եք ընդդիմություն, դրանք տարբեր բաներ են, լրիվ տարբեր ուժեր են, տարբեր խնդիրներով, տարբեր աշխարհայացքներով, տեսլականներով։ Այսպես անձնավոր ենք Ռոբերտ Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի թիմը եւ Դաշնակցությունը։ Օրինակ ես կարծում եմ, որ Դաշնակցությունը կվիրավորվի, որ իրեն ասում են Ռոբերտ Քոչարյանի թիմ, ինքը 100-ամյա կուսակցություն է։ Բայց հենասյունն էր երկրորդ նախագահը։ Կապ չունի, առավել եւս, ասենք ոնց կարա Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը մեկ լինեն։ Չի կարա այդպես բան լինի, անհնար է։ Ու ես մեր քաղաքագիտական եւ լրագրողական սխալներից մեկն է, որ անդադ sense ընդդիմությունը էս ասում, ընդդիմությունը ինչ է անում, ընդդիմությունը պետք է հասկանանք, հստակ ասեք, այս քաղաքական ուժը, այս կուսակցությունը, այս քաղաքական գործիչը չկա ընդհանրական ընդդիմություն գոյություն չունի։ Այսինքն դուք ընդունում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ դաշինքը կամ ՀԿ-ն, Հույդան եւ այլն, նրանք բավարար ճկուն չգտնվեցին եւ Փաշինյանի խաղի տեղ չթողեցին, հա, Արցախի հարցով, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին հանում ենք։ Ինչու՞։ Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ քաղաքական դաշտում չէր եւ ինքը դերակատարում ոչ մի չուներ։ Պետք է ազնիվ լինի։ Դե 19-ից ինքը ակտիվացել, քրեական գործերը։ Եվ այդ ժամանակ էլ դեռ ակտիվ չէր, ընդամենը իր քրեական գործերով էր այդ մարդը զբաղվում։ Մի քիչ, այո, քաղաքականից, մի քիչ այո։ Կար հստակ Հանրապետական կուսակցություն, Դաշնակցություն, ԲՀԿ, Լուսավոր Հայաստան։ Այդ իրանց մասին խոսացեք։ Այո, շատ մեղմ ասած ոչ ճկուն գտնվեցին։ Բա ինչի չասեցին Նիկոլ Փաշինյան, լավ չի վիճակը։ Մենք տապալել ենք այսպես կոչված բանակցային գործընթացը, ինչու եմ ասում այսպես կոչված, որովհետև բանակցային գործընթաց որպես այդպեսին երբեք էլ չի եղել։ Եղել է իմիտացիա։ Ադրբեջանը ասել է, ինչ ուզում եք բերեք, ես ժամանակ եմ ձգելու, մի պահ ոնց որ համաձայնվելու եմ, մի պահ չեմ համաձայնվելու, մի պահ պաուզա եմ տալու, որ հայկական կողմը չհամաձայնվի, միջև ես այնքան վստահ լինեմ, որ զենքի, զինամթերքի, քաղաքական աջակցության հարցերը լուծել եմ, ես իմ հարցերը կլուծեմ հարմար պահ գտնելով։ Ցավոք սրտի այդ հարմար պահը եկավ։ Դուք այսինքն տեսնում եք ամբողջական, այսպես մեղավորություն։ Մեկի վրա չեք էլի դնում, ասենք Փաշինյանի վրա օրինակ։ Ասենք լավ, եթե ես խնդիր դնեմ Փաշինյանին փչացնեմ, հա կդնեմ իր վրա, բա իմ խիղճը
զոհված տղաները, որ երկնքից անդադ մեզ են, ինչ չեն ասի, այս ինչեր ես խոսում։ Դու լավ էլ գիտես ինչ ա եղել խափում։ Բա ես ոնց ինձ թույլ տամ։ Ես քաղաքական շատ ներողություն հաշվարկներ չեմ անում, որ ըստ քաղաքական հաշվարկի ինչ որ արտահայտություններ հայտարարություններ անեմ։ Ես ասում եմ, որ 2000 առնվազն 13-14 թվականից իրավիճակը կտրուկ փոխվել էր եւ մեզ էլ մեր ռազմավարական դաշնակիցը շատ հստակ հուշել է, որ իրավիճակը փոխվել է, պետք է արագ գնալ այս քայլերին։ Պարոն Ազարյան, տեսեք, ձեր անձնական հայացքները, ինչ փաստերի արդյունքում փոխվեցին, որովհետեւ մենք այս առաջի հարցազրույցը չի էլի, շատ ենք եկել եւ շնորհակալ եմ դրա համար, որ միշտ եկել եք։ Այդ դուք ինչպես վերանայեցիք ձեր հայացքները։ Չէ, չեմ վերանայել, ես ընդհանրապես անդադար նոյեմբերի 9-ին, այսպես պայմանական ասած, հա, դուք շարքային, այսպես պատկերացումներով ընդդիմադիր եք երևում, այսպես ծայրահեղական գնահատականներով եւ այլն։ Կոնկրետ ասեմ, ես միջև երևի դեկտեմբերի կեսեր, նույնիսկ ավելի, ես որդուն փնտրող մարդ էի։ Իր բոլոր էմոցիաներով, հույզերով։ Նորմալ է կարծում եմ, ոչ մեկ չի կարող ասի, ես այնքան ուժեղ եմ, որ այդ պահերին ես կլնեմ աշխարհի ամենասառը մարդ։ Միանշանակ։ Ես որևէ մեկին չեմ ցանկանում, որ մի տոկոսով էլ զգա, թե ինչ է լինում այդ մարդու ընտանիքի մի խոսքով։ Կյանքն է փոխվում մարդու, այո, բան։ Ամեն ինչն է փոխվում, բայց ես ինքս իմ առաջ իմ որդու ընկերների առաջ մի բան դրեցի, որ ես պիտի պարզեմ իրականում ինչ ա եղել, այս ինչ էր։ Եվ սկսեցի պարզել, խոսել եմ շատերի հետ, զինվորական, բարձրաստիճան զինվորական, զինվոր։ Այսինքն կնեք դուք մի կողմ եք թողել այն քաղաքական ուժի պատկերացումները, նարատիվները, որում գտնվում եք։ Իհարկե, ես չէի կարող այլ կերպ վարվեմ։ Ես պիտի ինքս պարզեի ինչ ա եղել։ Ես պիտի մանրամասնորեն պարզեի ու պարզել եմ ինչ ա եղել։ Ես պարզել եմ ինչ ա եղել ու էլի մեկ անգամ եւս հասկացել եմ, որ ցավոք սրտի հայ ազգը, հայ ժողովուրդը զարգացման ամենացածր աստիճանի վրա գտնվող ժողովուրդներից մեկն է։ Ես ծանր եմ սա ասում, լինելով տաղանդավոր, լինելով ուժեղ գեներ ունեցող, լինելով աշխարհի ամենահին ազգը, մեր ազգը հետո սենց աստիճանաբար եկել հասել այս վիճակին։ Հասել այն վիճակին, որ ինքը մոռացել է ինչա պետությունը, մոռացել է ինչպես պետք է պետությունը ղեկավարել, որն է կարևոր անձնական շահը, թե պետությունը, այս ամեն ինչը մենք թողել ենք եւ բոլորը պսևդո ազգայնականներ էին։ Ասում եմ պսևդո ազգայնական, այսինքն կեղծ ազգայնական, որովհետեւ իրական ազգայնականը այսպիսի սխալներ չեր անի։ Այսպիսի բաներ թույլ չէր տա, որ գիտեք, ես հիշում եմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը 94 թվականի մայիսներ թե հունիսներ, արդեն հրադադարը կնքվել էր, հանրային այն ժամանակ չգիտեմ հանրային էր կոչվում, թե պետական հեռուստաալիք էր կոչվում, երբ որ լրագրողը հարցրեց պարոն Սարգսյան, իսկ ինչու չազատագրեցինք Շահումյանը։ Նա ասաց, մենք կարող էինք ազատագրել Շահումյանը, բայց տեսանք, որ Շահումյանը պահելը հետագայում ահռելի ռեսուրսներ է պահանջում եւ մարդկային ռեսուրսներ, ուստի որոշեցինք ավելի լավ է մռավով սահմանը անցնի, ուղիղ գծերով, մեկը հետո մենք գրավյալ շրջանները վերադարձնելու ենք եւ այդ վերադարձի փոխանակման ընթացքում մենք հնարավորություն ունենք Շահումյանը հետ բերելու։ Այսինքն ի սկզբանե չկար, որ մենք մեծ հայքն ենք վերականգնում, կար, որ իրացնում ենք արցախցիների ինքնորոշման իրավունքը։ Հետո թե ոնց, թե ինչ եղավ, աննկատ, sense մտավ մի արտահայտություն, որում հայ ժողովուրդը ինքնակործան արտահայտություններ ունեն։
ինքնակործան, որ մտնում են դրա տակ ու դա միայն իրանց վնասում է, օրինակ սենց մի հատ ձևակերպում են անում, արյունով ազատագրած հողը չի կարելի հենց այնպես տալ, այսինքն ոնց պետք է էլի արյուն թափես որ տաս, ի՞նչ է նշանակում, կամ ով ասե որ դա քո հողն է, ով է որոշել, ես գիտեմ որ դա մեր մեծ հայքի տարածքն է, բայց իտալացին, իսպանացին, առավել ևս գերմանացին, ռուսը, ֆրանսիացին ու ամերիկացին, թուրքերին էլ չեմ ասում, իրենք ընդունում են, որ դա տենց է, կամ դա նրանց հետաքրքիր է, թե չէ։ Մենք 30 տարի չենք կարողացել ընդունել տալ, եթե փաստերով խոսենք։ Ոչ թե ընդունել տա, մենք փորձել չենք արել։ Մենք չենք իմանում ինչ ենք ուզում։ Մենք այդ Մինսկի խմբից ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, թե ճանաչի, որ Արցախը մեծ հայքի անբաժանելի մասն է։ Մենք այդ հարցում չկողմնորոշվեցինք։ Մի խոսքով ասածս այնա, որ մենք նույնիսկ այդ հարցում չկարողացանք պետություն ունեցող ազգի աչքերով նայել այդ process-ին։ Դրա համար էլ շատ ներողություն հիմա եկել ենք, հասել ենք 2025 թիվը, կես է լինում տարին, դեռ էլի մանկական խաղերով ենք զբաղված։ Ես իրոք ամաչում եմ եւ էլի եմ ամաչում։ Ես այսօր ասում եմ, կարող է այսօր այս բացասականի վերջին պիկը լիներ, հետո սկսենք լրջանալ, իսկ ով չի լրջանում, թող քաղաքական դաշտից դուրս գա, գնա իրենց բեսեդկաներում անլրջանան, էլի։ Պարոն Ազարյան, դուք այդ փորձել եք բովանդակային այս ձեր փոքրիկ հետաքննությունը, այդպես անվանենք, հա, ձեր թիմակիցները արդեն նախկին կոմունիկացնել, որ եկեք մտածենք այս կերպ, հա, այն ինչ որ դուք ասացիք։ Շատ ենք խոսացել։ Շատ ենք խոսացել։ Դե որ ստացվեր, այսպես չէր լինի, որովհետև կարծրատիպային բաներ կան, որ մարդիկ մտածում են, եթե իրենք ասեն այն ինչ որ իրականում է եւ ոչ թե այն ինչ որ կարծրատիպ է, իրենք դրանից կտուժեն, բայց դա ես չեմ մեղադրում։ Չգիտեմ, ես իրենց փոխարեն դինեի այդ ռիսկին կգնայի, թե չէ, որովհետև իրոք դժվար է։ Դժվար է։ Մի հատ լավ պատմված կար, կարծեմ Ռոդարին է հեղինակը, Աշխարհագետ պինգվինը վերնագրով։ Պինգվինը տասնամյակներ շարունակ սերունդ է կրթում Անտարկտիդայի համալսարանում, ինքը իր դոկտորականը պաշտպանել է, որ սառույցը երբեք չի տրոհվում, այսբերգները լեգենդներն են եւ իրականությանը չի ավարտվում։ Ու մի օր հանկարծ իր ոտքի տակ սառույցը ճտճտաց ու պրոֆեսորը սկսեց ծովով անցնել այսբերգի վերականգնած։ Ու ասում էր, լավ է հանկարծ այսբերգը ինձ Անտարկտիդա նորից չտանի, թող տանի կորցնի ինչ-որ միտեղ, թե չէ ես խայտարակ կլինի։ Սա է մեր հայ, այնքան նման է հայ ժողովրդին, այդ պինգվինը։ Ես ճիշտ հասկացա, որ այսինքն նաև ընդդիմությունը որ դուք եք ներկայացնում, սահմանել է նշաձողեր, հենց այսօր էլ գիտեք, որ ասենք Արցախ վերադարձ հայերի հնարավոր է նոյեմբերի 9-ի կարճմամբ, հա, նոյեմբերի 9-ը վերակենդանացնենք Ռուսաստանին հրավիրենք եւ Արցախ վերադարձ հնարավոր է, պարոն Քոչարյանն էլ է դա ասում։ Միգուցե իրենք էլ գիտակցում են, որ դա հնարավոր չի, բայց քանի որ այդ ձեր ասած ազգայնական ընտրողներն են իրենց հենարանը, իրենք չեն կարող հետ դառնալ եւ ասել, գիտեք, ես չեմ կարող ձեզ հիասթափեցնել, որովհետև դուք կլքեք իմ շարքը։ Այս իրավիճակն է, ես կուզեի այս հարցին անդրադառնանք եւ ամփոփենք, քանի որ սա պոպուլյար թեմա է։ Չէ, դե բարդ հարց եք տալի, ես ինչ իմանամ։ Որովհետև շատ արցախցիներ նաեւ օրինակ Հայաստան դաշինքի կողմնակից են, հա, այն հույսով, որ մի օր հնարավոր է Արցախ քանակի պարագայում վերադարձել։ Արցախցիները շատ սթափ մարդիկ են, նկատի ունեմ մեծամասնությանը արցախցիների, իրենք շատ լավ գիտակցում են իրականությունը, հասկանում են ինչա ու ասում են, խնդրում եմ մեզ հանգիստ թողեք տնավորվենք, թողենք գործի տեր դառնանք, մի խաբեք մեզ կեղծ հույսերով, որ հեսա վաղը չեմ իսորը մենք գնալու ենք կամ մի տարի հետո կարանք հետ գնանք, մի խաբեք մեզ,
Արցախցիները դա են ասում։ Տեսեք, նույնիսկ արցախցիների մասին սխալ կերպար է ձևավորվել, որ արցախցին ինչ որ բան է, օթերի մեջ ապրող մարդ է ու հավատում է, որ վաղը գնալու է։ Չէ, ռիսկը մեծ է, որ օթերի մեջ չկա նման բան։ Ես ձեզ վստահում, ես արցախցիներ գիտեք ինչքան եմ շփվում։ Տարբեր իրենց խնդիրներով, հարցերով անկեղծ մտերիմ զրույցներ եմ ունենում։ Այդ մարդիկ շատ լավ հասկանում են իրականությունը, ուղղակի ասում են, նույնիսկ գիտեք ինչ են ասել, մի շատ նախկին բարձրաստիճան զինվորական։ Ոնց ու բարձրաստիճան որն է, բարձր սպա, ասում են, պարոն Նազարյան, կարեք նենց հանեք, այդ մի քանի հոգի կա Facebook-ում Ստեփանակերտից տեսանյութեր են տարածում։ Մի արեք, դա մեզ սպանում է։ Մենք չենք ուզում դա տեսնենք, բայց հանկարծ Facebook-ի բանի վրա գալիս է, ընդ որում նայում են հայեր են տարածողները։ Ասում են, մի արեք, դա մեզ խանգարում է, դա մեզ սպանում է, մի արեք։ Այնպես որ էլի արցախցիների մասին սխալ մտածողություն։ Կարծում եք երկրորդ նախագահ ազնիվ է ասելով, որ դա միգուցե հնարավոր է, շանսը փոքր է, բայց հնարավոր է երկրորդ նոյեմբերի 9-ից կարճելով արցախցիների վերադարձը։ Տեսեք, մի բան եմ ասում ձեզ էլի եմ ասում։ Հիմա ես վաղը դառնում եմ Հայաստանի վարչապետ։ Արցախը շատ եմ սիրում, իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Ես ինչ տարբերակ ունեմ արցախցիներին վերադարձնելու։ Մի տարբերակ կա միայն։ Պայմանավորվել աշխարհի գերհզոր տերություններից գոնի մեկի հետ, որ Ադրբեջանի դեմ հարձակման ժամանակ մեզ ամբողջովին կաջակցի, իր զորքով ընդ որում։ Իր զորքով, քաղաքական ամբողջ հեղինակությամբ, ազդեցությունությամբ գնանք փորձենք գրավենք նորից ու նորից ընկնենք նույն պատմության մեջ։ Ռուսաստանը չի անի դա, պարոն Նազարյան։ Գիտեք ինչ, եկեք բան, ես տեսեք սրում եմ հարցը, որ մենք հասկանանք լրջությունը պահի։ Դուք ասում եք Ռուսաստանը չի անի։ Դե նոյեմբերի 9-ը ինչ հովանով տակ է։ Չկա տենց բան։ Այո, Ռուսաստանը ասում էր եկեք, բայց նույնիսկ այդ դեպքում եկավ մի պահ, որ եղավ ողբերգությունը։ Ես հիմա չեմ ուզում նորից սրեմ, ասեմ, լավ, այ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարներն էլ միասին։ Հա դուք հո պուճուր երեխա չէիք։ Դուք նոյեմբերի 9-ից հետո պետք է երկու հարց լուծեիք։ Կամ արցախցիներին հոգեբանորեն պատրաստեք, որ նրանք պետք է Ադրբեջանում ապրեն որպես ադրբեջանի քաղաքացի, կամ աննկատ, դանդաղ, բոլորին անվնաս բերեք Հայաստան։ Ուրիշ տարբերակ մենք չունեինք, արդեն չունեինք։ Ու եթե ես միջին ունակությունների տեր Գեգամ Նազարյանը սա հասկանում է, իրենք պետք է հասկանային ու պարտավոր էին հասկանալ։ Ինչա նշանակում, ու գիտեք ինչից եմ նեղվում, որ մեկ էլ ասում են արցախցիները ինչի չպայքարեցին, չպատերազմեցին, կամ հակառակը Հայաստանը ինչի զենքի ուժով չեկավ արցախցիներին օգնել։ Էլի արմատապես սխալ զրույց երկու տեսանկյունից էլի։ Էս էլ է էլի իմ ասածը հայ ազգը էմոցիոնալ մակարդակում գտնվող զարգացման ցածր աշճանի քաղաքական առումով զարգացման ցածր աշճանի վրա գտնվող ժողովուրդ։ Բայց շրջանցեցիք երկրորդ նախագահի խոստման կամ քաղաքական խոսքի պահպանումը։ Ես ինչ իրավունք ունեմ մտնեմ Ռոբերտ Քոչարյանի մտքերի մեջ։ Դե 26 թվականներում լոզունգ է լինելու դա։ Ինչ է լինելու։ Վերադարձի թեման չի լինելու։ Չէ, բադոյ Ռոբերտ Քոչարյանը շատ լուրջ քաղաքական գործիչ է, ինքը տես բան չի անում։ Չի խոստանա Արցախը։ Դուք լսեցիք ինչ ասեց Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում։ Բոլորը չգիտեմ, այնտեղ մի երկու բանի վրա շատ լուրջ պետական քաղաքական գործի հարցազրույց էր, որը կարելի է լսել ու ինչ որ բաներ սովորել էլի։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել են Գեգամ Նազարյանը։